Բարի երեկո սիրելի հետևորդներ, Հրապարակ TV-ի տաղավարում հրընկալել եմ Հայաքվե վարչության անդամ տնտեսագետ Հրայր Կամենդատյանին։ Պարոն Կամենդատյան, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Ընտրություններն ավարտվեցին, ԿՀ-ն անդրդվելի մնաց, ԲՀԿ-ին թույլ չտվեց մտնել խորհրդարան, ԲՀԿ-ի ստացած ձայները հետաքրքիր ձևով խմբագրվեցին, այնպես ինչպես դա ձեռնտու էր Նիկոլ Փաշինյանին եւ ՔՊ-ին։ Ընդհանուր առմամբ ինչ պատկեր ունենք եւ ինչպիսի մտորումներ ունեք, ինչ զարգացումների ենք ականատես լինելու։ Տպավորությունը նա է, որ մենք գտնվում ենք մի շապիտոյի մեջ, այնց որ մի փնթի շապիտոյի մեջ, շապիտոն դա բալագանն է, շրջիկ կրկեսը։ Եվ այս շրջիկ կրկեսի մեջ որպես կանոն ոչ գեղարվեստական հնարքներ կային, ոչ բան, հիմնականում բոլոր դերասանները իրար ինչ որ քացիներ էին տալիս, քացիներից հետո գլորվում էին, բեմից էին ընկնում, բարձրանում էին բեմ, այնտեղ շատերը նման էին այդ ձեր հիշատակած անձանց, նաև դիմագծերով նման են, եւ կարելի ասել, որ հայկական իրականության մեջ գոնե հիմա մենք կարող ենք հստակ արձանագրել, որ ընտրություններ չեն կայացել։ Ընտրություններ պարզապես չեն կայացել, որովհետեւ դրանք ոչ լեգիտիմ են։ Այդ ընտրությունների լեգիտիմության մասին մեր կարծիքը միգուցե կարող է լինել կողմնակալ, միգուցե կարող է լինել ոչ մասնագիտական, բայց երբ մենք համատում ենք թե ընտրությունների արդյունքները ովքեր են ամփոփում, մեր կարծիքը բնականաբար մի շքեղ կարծիք է։ Մի շքեղ կարծիք, որովհետև օրինակ կենտրոնական, ընտրական, հանձնաժողով կոչված այդ անհասկանալի կառույցի, այդ անմեկնաբանելի կառույցի ղեկավարի խոսույթը, նրա իրավաբանական գիտելիքների վերաբերյալ կասկածը, որ իբր թե նա պետք է ունենար, չէ, այդ մասնակիցների լռությունը, այդ հանձնաժողովի անդամների պարզապես ձայնային տվյալների բացակայությունը, նրանց այդ խորհրդախորհուրդ դեմքերով, այսպես ասած, մասնակցությունը, սա ծիծաղ է ընդամենը։ Ծիծաղ, որովհետև մենք լավագույն կառույցներից մեկը, որ ժողովրդական երկրում պետք է լինի, չէ, մեկ էս կառույցը, չգիտեմ ինչու, վստահել ենք մարդկանց, ովքեր չունեն մասնագիտական որակներ, բացարձակ, չունեն քաղաքացիական խիզախություն եւ չունեն պարզապես մարդկային բարություն, մոտավորապես 1.5 միլիոն քվեարկողների նկատմամբ։ Անկեղծ լինենք, մարդիկ շարժվել են, մարդիկ եկել են երկիր, տարբեր ճանապարհներով, տարբեր հնարավորություններով, ժամկետներով իրենց քաղաքացիական պարտքը կատարելու համար գալիս են երկիր, չէ՞։ Հետո մասնակցում են ընտրություններին, մեկ էլ հայտնվում է այս իմ հիշատակած այս շապիտոյի անդամներից մեկը հանդիպում է եւ ասում է, որ ամեն ինչ նորմալ է, վերաքվեարկություն պետք չէ։ Եվ դա այն դեպքում, եւ ժողովրդական եւ օրենսդրությամբ, այսպես ասած, պահպանվող, ծաղկող, փթթող երկրում վարչական դատարանը արդեն որոշել էր, որ այս անձնավորությունը ընդամենը պետք է ուղեկցողի դեր կատարեր եւ հայտարարեր գոնե վերաքվեարկություն։ Վերաքվեարկության իհարկե վտանգի մեջ կար այսպես մի կայծ, որ եթե վերաքվեարկությամբ ստացվում է, որ այդ Բարգավաճ Հայաստանը անցնելու է ազգային ժողով, կարծում եմ հաջորդ օրը SMS-ներով, այդ էլեկտրոնային հաղորդագրություններով, չէ, երկրի գլխավոր եւ դատախազը, եւ վարչապետը, եւ կոլտնտեսության նախագահը, եւ ենթադրենք ինչպես մի գյուղերից մեկում ասում էր, ինչպես հղիության հարցեր լուծող անձնավորություններ համարը դարձել, չէ։ Այս անձնավորությունը պարզապես էլեկտրոնային մի հատ հաղորդագրություններ ուղղելու առավոտյան այդ ամբողջ կազմը չէր գալու աշխատանքի։ Այսինքն ԿՀ կազմը իրենց աշխատանքային զբաղվածության հարցն է լուծում սրանով։ Ես կարծում եմ նրանք լուծում են եւ ոչ միայն աշխատանքային զբաղվածության հարցը, այլև իրենց թոշակների հարցը, սոցիալական երաշխիքների հարցն են լուծում։ Հասկացեք մարդկանց, այս մարդիկ չունեն խիզախություն, չունեն գիտելիք։ Եվ նրանք չեն կարող որևէ այլ բնագավառում աշխատել, ստեղծել ինչ-որ պրոդուկտ, ստեղծել ինչ-որ հանրությանը անհրաժեշտ բաղադրիչներ, լինի դա գեղարվեստ, լինի դա քաղաքականություն, լինի դա սպորտ, դրանց դեմքերին դուք տեսել եք, դրանց այդ մարդկանց դեմքերը։
Այս մարդիկ որ բնակավարում պետք է հաջողեն, իհարկե ոչ մի բնակավարում, եւ բնականաբար նրանք կայացեցին ոչ թե որոշում, նրանք պարզապես փախել են որոշումից։ Որոշումը դա օրենսդրական, իրավական որոշումը մնաց միտեղ, այս մարդիկ փախան որոշումից, այս մարդիկ որոշման հետ չեն ուզում առերեսվեն, այս մարդիկ չեն ուզում իրականության հետ եւ իրավական գիտելիքների եւ երկրի գմախքը կազմող իրավագիտակցության հետ, այս մարդիկ չեն փորձում նույնիսկ առնչվեն, շոշափեն կամ հատվեն նրա հետ։ Այս մարդիկ պարզապես պատահական մարդիկ են։ Այս մարդկանց ընդունած այդ կեղծ որոշում չասեմ, հրահանգ է։ Այդ հրահանգը եւս կեղծիք է, ամբողջովին կեղծիք է, եւ այս վստահ եմ, որ ամբողջովին այս կեղծիքը դառնալու է 0, գիտեք որտեղ։ Սահմանադրական դատարանում։ Հիմա կասեք, այդ ո՞նց եղավ, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը փաստորեն վատն է, տեսնում եք, սահմանադրական դատարանը լավն է։ Բանը դրա մեջ չէ։ Խնդիրը թաղված է այլտեղ կամ պարկած է այլտեղ, որ ներկա իշխանությունները չունեն սահմանադրություն անցկացնելու այսպիսի հնարավորություն, արդեն մեխանիկական այդ հնարավորությունը չունեն, եւ նրանք բնականաբար Էրդողան, Ալիև, Հաջիև եւ մնացած այդ զահրումարների, այսպես ասած, կամքը կատարելու համար, իբր թե խաղաղություն ապահովելու համար, չէ, այս մարդիկ գնալու են ինչի, գնալու են նոր արտահերթ ընտրությունների, վստահեցնում են, որ նոր արտահերթ ընտրություններ են լինելու։ Իսկ ռիսկը մեծ չի իշխանության համար սպառական։ Ռիսկը, հիմա խնդիրը հետեւյալն է։ Մենք պետք է հասկանանք, որ իշխանության մեջ ռիսկի գնահատման, այսպես ասած, գիտելիք ով ունի, մի կարծես ոչ ոք։ Այս մարդիկ բայց այդ հարցը իրենց է վերաբերվում, կարծես թե լավ էլ հասկանում են ինչ է կատարվում։ Խնդիրը այլտեղ է, խնդիրը նրա մեջ է, որ մենք գտնում ենք այնպիսի մի խաչմերուկում, որտեղ հատնում են բրիտանական, ադրբեջանական, թուրքական, ռուսական, նաև պարսկական, իրանական, նույնիսկ իսրայելական ազդեցությունները այս ամբողջ այդ կաթսայի մեջ քլքլթում են ձեր ասած ընդհանրեն գնահատական տվողների ընդհանրեն հեռացած ստվերները։ Մի քիչ պատկերավոր եմ ասում, բայց այս մարդիկ մեկ ճանապարհ ունեն կատարելու այդ հանձնարարությունը, այդ հանձնառությունը եւ այդ ճանապարհը լինելու են արդար ընտրություններ։ Բնականաբար իրենք, այսպես ասած, զոհաբերելու են այս սրբազան ընդհանրեն կովի, այսպես ասած, ամպլուայում գտնվող որոշ անձանց, ովքեր այդ կենտրոնական ընտրական հանձնաժողովի իբր թե որոշումը կայացեցին խայտարակությունը։ Ես հավատացնում եմ, որ մենք անցնենք կգնանք, բայց մի 20-30 տարի հետո իրավագիտություն կամ նման առարկաներ սահմանակից, չէ, ուսումնասիրող աշակերտները, ուսանողները այս օրինակը կուսումնասիրեն որպես դեսպոտիզմի, ավտոտալիտարիզմի եւ մենաշնորհային իշխանության, համարակալ ասել, թագավորական իշխանության այս խայտարակությանը։ Պարոն Գամենդատյան, ընտրություններից անմիջապես հետո կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բարձրացնում է հարկերը, ակցիզային հարկերը, ծխախոտը, վառելանյութի տարբեր տեսակներ, շուտով շատ ավելի թանկ գներով են գնելու ՀՀ քաղաքացիները։ Ինչու է հանկարծ մինչ ընտրությունները զարգացած, Ռուսաստանից ոչ այնքան շատ կախում ունեցող, դեպի Եվրոպա գնացող այդպիսի կյանք, լուսավոր եւ զարգացած կյանք խոստացող Փաշինյանը անմիջապես ընտրություններից հետո գնում հարկերի բարձրացման։ Ես ձեզ ասեմ ավելի մի դաժան բան։ Հուլիսի 1-ից 166,000 նպաստառուների նպաստը կտրվելու է։ Նպաստառու դառնալու գնահատման նոր համակարգը, որը որ պետք է մտներ հունվարի 1-ից ուժի մեջ եւ որով անկասկած 100,000-ավոր չասեմ, բայց մի քանի տասնյակ հազար մարդ մոտապես 90,000-ի կարգի զրկվելու էր նպաստից, չէ, հունվարի 1-ին մտցնվելու էր դա, արկախեցին, փոխեցին, փոխադրեցին դեպի հուլիսի 1։ Ինչի համար 80-90,000 քաղաքացի, չէ, դառնալու բողոքական։
Եվ 90-80 հազար քաղաքացիների բողոքի հաշվարկը թվում է թե դա էս միշտ չէ, բայց օրինակ նույն ձեր հիշատակած Բարգավաճ Հայաստան կուսակցության խորհրդարան չաստալն ինչ որ մի քանի տասնյակ ձայնի խնդիր էր ընդամենը։ Այս մարդիկ խարդախների, վախկոտների, խափեփաների մի հավաքածու էլ չեն, ընտրանի են։ Ընտրանի պարզապես խափում են։ Պարզապես խափում են, պարզապես ունը զրկում են, եւ այդ ունը զրկման այդ ամբողջ process-ը, չէ, երբ որ հիմա շատերը ասում են, լավ, այս նեղ պահին ժողովրդական լեզվով ասենք, մի քիչ որ մարդիկ ավելի հասկանան, էլի ավելի հեշտ հասկանան, այս նեղ մաջալին, երբ որ ընդհանրեն գյուղատնտեսական արտադրության զբաղվողները չունեն իրենց բերքի իրացնելու հնարավորություն, տեխնիկապես, ռուսական կողմը փակել է այդ հնարավորությունը։ Այս մարդկանց օգնելու փոխարեն ինչ են անում։ Բարձրացնում են ակցիզները, իսկ ակցիզների բարձրացումը շարունակում որ բոլոր տնտեսությունները, չէ, ովքեր որ գնելու են ենթադրենք ծխախոտ, խմիչք, մնացած բաները, այս վառելիք մանավանդ, չէ, այս բոլոր տնտեսությունների մոտ իրենց ծախսերը աճելու են, այդ ակցիզայինի հետ կապված, չէ, եւ բնականաբար ծախսերը կատարողները այդ մի գյուղատնտեսական մթերքի արտադրողներին առուտուր չեն անելու։ Սա գիտեք որն է։ Սա այն որ աչ ձեռքը չի մանում, ձախ ձեռքին չի անում, չէ, բայց գլուխը, ընդհանրեք այդ երանգունի գլուխը որոշել է, որ ինչ ուզում է լինի, մենակ ինքը ընդհանրեք տիրապետի, մենակ ընդհանրեք ինքը լինի իշխանության լիազորությունների մոտ, այս ամբողջ խնդիրը։ Պարոն Կոմենդանտյան, տեսեք, Նիկոլ Փաշինյանը ընտրություններից հետո հարկերը բարձրացրեց, խոսքեր տալիս, որ հունիսի 8-ից արդեն Ռուսաստան այն սահմանափակումները, որ մտցրել է, չեղարկելու է, քանի որ ինքը Պուտինի հետ շատ մտերիմ ընկերական հարաբերություններ ունի։ Դուք հավատում եք այդ մտերիմությունը։ Ոչ, ես մեջբերում եմ իր արած հայտարարությունները։ Հետո խոստանում էր, որ եվրոպական ու այլ ընտրանքային շուկաներում կիրացնի մեր մանրումիջին բիզնեսի արտադրած արտադրանքը, որ պիտի գնար ՀԱՏՄ շուկա, բայց այդպես էլ չգնաց ու ճանապարհին փչացավ։ Հիմա ինչ է անում Նիկոլ Փաշինյանը, յուրովի պատժում է իրեն ընտրողին։ Թե սա տրամաբանական զարգացումներ Սա ընդհանրապես ապիկալության շքերթ է։ Այդ Նիկոլ Փաշինյանը չգիտեր, որ իր ասացները կյանքի չեն կոչվելու։ Նա գիտեր, բայց նա գալիս է գյուղեր, չէ։ Ինչ ես ուզում։ Դիահերձարան, խնդրեմ։ Ինչ ես ուզում։ Ուզում ես հղիանաս, խնդրեմ։ Այս կարգի նրա խոսակցությունները այս մոտ 1 ամիս շարունակ ամբողջ հանրությունը, այսպես ասած շվարած նայում էր, թե ընդհանրենք ինչ հերթական քսմտելի հայհոյանք է լսելու։ Ում է քաշքշելու, այն համբալ, կներեք էլի իհարկե, համբալ կզսնեմ, բանը լակոտի պես կանեմ, քեզ էս կանեմ, ենթանեք այն կանեմ, այս 1 ամիս շարունակ ամբողջ հանրությունը այս ընթացքի մեջ մարդիկ չեն հասկանում ինչ է կատարում։ Գիտեք ինչի համար։ Նրա համար չի որ նա ատում է այդ մարդկանց։ Բա կալուգացի, то եսիմ Ռոբերտ, խայտարակ դիմելաձևերով էլի։ Խնդիրն նա է որ նա մարդկանց ասելիք չունի։ Նա գաղափարազուրկ է։ Նա գաղափարազուրկ է եւ ստերի այն քանակը, որ նա անդադ տարփողում է, անդադ բաց է տղում, իրար հետ ընդհանրենք որոշակի մի հատ սադրիչների խումբ էլ կա, քաղաքական, չէ, խոսում են, հայհոյանքներ են տալիս, ինչ որ զանազան ընդհանրենք էկզեկուցիաներ են պատկերացնում, արեք ազգային ժողով, տեսեք ձեզ ինչ են կանելու։ Ինչի՞ մասը։ Եթե ուզում եք ֆիզիկական հարկադրանքով ինչ որ հարցեր լուծեք, խնդրեմ, կամ դահլիճն է սպորտային, գնացեք, մարտարվեստների ընդհանրենք եթե տիրապետում եք, այդտեղ ձեր ուժը չափեք, բայց սա հանրությունը եւ այդ հանրության մեջ խոսույթը լսում են ոչ թե մարդիկ, ովքեր քաղաքական շահագրգռությունն են, լսում են երեխաները։ Ամենակարևորը մեր ապագա սերունդը այս պահին թունավորում է ցինիկ հայհոյախառն այդ բառակույտով։ Այդ առաջին։ Երկրորդ, ինչ վերաբերում է Պուտինի հետ բարեկամություն, եկեք համադրենք։ Պուտինը, ես իհարկե Պուտինի երկրպագու երբեք չեմ եղել, չէ, որովհետև այդ հզոր երկիրը կարելի ասել Պուտինը որոշակիորեն հասել է կոլապսի, որոշակիորեն։ Հիմա նայեք, Պուտինի այդ համադրությունը, Պուտինը զբաղվում է սպորտով, ռուսական ռազմահայրենասիրությունը նրա կրեդոն է, հավատամքը, ռազմահայրենասիրությունը,
երգում է, գնում է եկեղեցիներ, ուղղափառ այդ բատյուշկաներ հետ շփվում է, ընդհանրենք ստանում է, ինչ որ մի տեղից բերում է սրբապատկերները նվիրում, էս անում, այն անում, եկեք համատենք մեր ընդհանրենք ղեկավար հետ սպորտային ոչ մի հետաքրքրություն բացարձակ եկեղեցու հետ ոչ թե առճակատում, այլ ուրացում, այլ պարզապես ուրացում, թշնամական հստակ ուղղորդում, համադրենք ընդհանրենք եկեղեցու կապերը, սպորտը, ընդհանրապես պահելաձևը, ընդհանրապես հագու կապը, այդ մարդիկ որ ասում են մենք իրար հետ մտերիմներ ենք, ընկերներ ենք, չէ՞։ Ես ձեզ մի օրինակ բերեմ, պատասխանը ցինիկների դպրոցի ղեկավարն ադեպներից մեկը հին Հունաստանում ասում էր ընկերներ չկան այլևս ընկերներ։ Այսինքն չկա նման ընկերություն, չկա նման մտերմություն, նա խաբում է։ Լավ, եթե դու ընկերներ եք, այս տելեկոմունիկացիայի զարգացման դարում ի՞նչն է քեզ խանգարում, մի հատ զանգես ընկերոջդ հետ այդ հարցերը կարգավորես։ Այնուամենայնիվ Ռուսաստանի կողմից դրված սահմանափակումները ինչ հետևանքներ են ունենալու հայ հանրության համար, Հայաստանի հպարտ քաղաքացու համար։ Իհարկե տեսնում ենք, որ այն արտադրանքը, որը նախատեսված էր ԵԱՏՄ բազմամիլիոնանոց շուկայի համար, հիմա հնարավորություն չկա արտահանել, եւ նաեւ հասկանում ենք, թե երկարատև պրոյեկցիայով դա ինչ խնդիրների առաջ է այդ մարդկանց կանգնեցնում, բայց ոչ բոլոր քաղաքացիներն են դա հասկանում, որովհետեւ պարոն Կամենդատյան շատերը ասում են ծիրանը չեն ուղարկելու, մենք այստեղ ավելի շատ ավելի էժան գնով կգնենք, ելակը չուղարկեցին, ավելի էժան գնով մենք ձեռք կբերենք, ծաղիկը չուղարկեցինք, ավելի լավ, մենք շատ ավելի էժան գներով այդ ծաղիկը կգնենք, բայց մինչև երբ։ Մինչև երբ հետ կապված պետք է մենք քննարկենք հարցը, դա շղթայական հարցը դա, հերթով Նաև ամբողջական պատկերում այդ սահմանափակումները ինչ իրավիճակ են ստեղծելու։ Նկարագրենք դիալեկտիկական հեռավորության վրա։ Դիալեկտիկական հեռավորության վրա շղթայի մեջ տեղաբաշխված են հետևյալները. արտադրողներ, առաջին, փոխադրողներ, ապահովական ընկերություններ, բանկային համակարգ, վարկերի ձևով, պետական բյուջե, հնարավոր եկամուտներից հարկեր ստանալու պահով։ 4-5 այս շղթայի ամեն դետալը առանձնացում ենք, երբ որ սա դիալեկտիկական այդ ամբողջության մեջ, իր շրջապտույտի մեջ նայում ենք, գալիս է մի կետ, որտեղ որ եթե առաջին այս խմբականակներից հետո չեղավ հաջորդական ենթադրենք մատակարարները եղանակային պայմաններից ելնելով, որտեվ նայեք, կեռասի բերքը, երբ որ մեր մոտ հասնում է, Եվրոպայում, չէ, դադարում է դա։ Եվրոպայում արդեն այդ էպիզոդը կլիմայական պայմաններով արդեն անցած է։ Մենք շարունակական կարող ենք լինել, բայց սրա համար պետք է ինչ ֆիտոսանիտարական մեծ հսկողություն, լաբորատորիաների մեծ ցանց ամբողջ Հայաստանում, վստահելի լաբորատորիաների, Դրանից հետո բեռնափոխադրումների հետ կապված հարցեր, դրան սերտիֆիկացիայի հարցեր, Եվրոպայում նրանց բոլորին սպասում է, գիտեք ինչ, նույն ծիրան արտահանողներին։ Եթե ծիրանը չի արտանվում կոնտեյներներով, որտեղ որ +2, +4 ջերմաստիճան է, այդ 5-ից 7 օրվա ընթացքում նա խանութ չի հասնելու։ Պարոն Կամենդատյան, նույն Ուկրաինայից հրաժարվեցին գյուղմթերք գնել։ Ինչու պետք է մեզնից գնեն։ Ասեմ ձեզ, դա հիմարության մի գագաթնակետ էր, ինչ որ մեկը փորձել էր, անկեղծ խոսենք։ Սա մասնավոր էտապ է։ Ինչ որ մեկը փորձել էր, արդեն փչացող product-ը, ենթադրենք, հետ տալ, ինչ որ մի կերպ տանել Ուկրաինա։ Ինչ որ մի կերպ, ենթադրենք, չգիտեմ, Բելարուսով էր ուզում անցկացնել որտեղով, սա մասնավոր փորձ է եւ դատապարտվեց այդ փորձը։ Այս մարդը ինչ որ դրել էր այդ գործի մեջ, բնականաբար կորուսյան մատնվեց։ Հիմա Եվրոպայի հետ կապված։ Ես վերջերս ուսումնասիրում էի, հետադեք 1 կիլոգրամ կամ 100 կիլոգրամ ծիրանը, չէ, ինչպես է հասնել Եվրոպայի ճանապարհը։ Սարսափելի դժվարություններ։
Գիտեք ինչի համար են անում։ Նա համար չէ, որ մեզ սիրում են, չեն սիրում, մեզ ասում են ապրեք ռուսների դեմ դուք տրամադրված եք, ապրեք որ դուք ունեք հայկական այս քաղաքական երկնակամարում որոշ գաճաշներ, որոնք հակառուսականության այս ալիքը անընդհատ այս տաքացնում են, անընդհատ տաքացնում են, որովհետև Եվրոպական միության երկրների շարքում կան Իսպանիան, Իտալիան, Ֆրանսիան, Հունաստանը, որոնք եւս Ծիրանի, այսպես ասած, մատակարարներ են այդ ամբողջական եվրոպական շուկայում։ Այսինքն հայկական ծիրանը Եվրոպայում չեն սպասում։ Ոչ թե չեն սպասում։ Ամեն ինչ անելու են, որ հայկական ծիրան չհասնի եւ չի հասնելու։ Ցավը հենց այդտեղ է, որտեղ Ստացվում է Նիկոլ Փաշինյանը ստում է իր ընտրողներին, խաբում է։ ստելը գիտեք դա այնպեսի մի կատեգորիա է, որ եթե բժիշկը օրինակ հիվանդին, ընդհանրենք բանը հոգեխանգարմունքով տառապողին, եթե ստում է, խաբում է, միգուցե դա նրան օգնում է։ Միգուցե օգնում է։ Շատ ժամանակ սուտը կարող է դա սպեղանի լինել, կարող է դա հիվանդության ընթացքը ընդհանրենք երկարացնել, ընդհանրենք, բայց քաղաքական կատեգորիայի մեջ ոչ թե ստում է։ Մենք գործ ունենք մեկի հետ, որ փորձում է մենաշնորհել իշխանությունը։ Այն մնացած բաները ելակա, կերասա, ծաղիկա, այս ինչի՞ մնացած բաները, չէ։ Այդ ամիջը կարելի մոռանալ, եթե երկրում չլիներ այս մոնոտոն միահեծան եւ դեպի միապետություն գնացող քաղաքական համակարգը։ Խնդիրը գիտեք որտեղ է հասել։ Խնդիրը հասել է այնտեղ, որ նախկին նախագահներից մեկին, չէ, ԱԱՑ-ի ենթակայության տակ գտնվող տեխնիկական միջոցով նկարել են, չէ, եւ դա հայտնվում է իշխող իշխանության ինչ որ այսպես ասած ջատագումների ընտանեկան թերթում։ Թերթի Տելեգրամում։ Խնդիրը այդ է, որ մենք գործ ունենք սողացող ինչ որ միապետության մի տեսակի հետ, որը որ իհարկե պետք է դրա դիմաց առնել, քաղաքացիների հետ աշխատել, քաղաքացիներին բացատրել եւ վերջիվերջո հասկանալ, որ մեր ազգը դեմոկրատական, ժողովրդավարական որոշակի հակում ունի, Ակնարկում եք, որ այս բռնաճնշումների սա դատապարտված իրականության մեջ երկար չի դիմանալու հայ։ Իհարկե չի դիմանալու, սա դատապարտված է։ Մենք այն ազգերից մեկն ենք, որ դատաստանագիրք ենք ունեցել պետություն չունենալով հանդերձ։ Մենք այն ազգերից մեկն ենք, որ եկեղեցու մեջ մեկ էլ մուսուլմանության իսլամի մեջ տես կա, որ շարիաթի կանոններով ընդհանրենք կազմակերպել են ամբողջ իրավական գործընթացը համայնքներում։ Մենք այդ ազգն ենք եղել։ Հիմա մեր ազգին բերել են, ուզում են համոզեն, որ ինչ որ մեկը, որը որ պարզապես հայկական ժամանակ թերթում սկսնակել չասեմ, ծախուրդ էլ չասեմ, չկայացած եւս լրագրող է եղել, հիմա իրավաբանական ինչ որ գիտելիքների, այսպես ասած, բանը, ոնց ասեմ, շքերթ է կազմակերպել, հրավառություն է կազմակերպել։ Ուսումնասիրեք այդ անձնավորության ելույթի ամեն վայրկյանում նրա մոտ կա իրավագիտակցությունից, օրենքներից, օրենսդրություններից ոչ թե նահանջ, չիմացություն։ Չի իմանում այս մարդը։ Այս մարդը իրավական ոնց ասեմ, ոչ կրթություն էլ չունի ախր։ Այս մարդը պատահական մարդ է։ Ոնց որ հիմա մենք գնանք, ընդհանրենք երկուսով գնանք ինչ որ Ցյուրիխում նյարդաբաների ընդհանուր միջազգային կոնֆերանսին գնանք նստենք ու այնտեղ ինչ որ առաջարկներ անենք, հետո վիճենք ուշադրություն։ Վիճենք այդ բնակավարում ընդհանրենք Նոբելի մրցանակ ստացած անձանցից։ Պարոն Կամենդատյան, այնուամենայնիվ ՌԴ-ի հետ այս հակազդեցությունը, որ Հայաստանի ներկայիս իշխանությունը ստեղծել է, մեզ դեպի ուր եք տանելու։ Մենք ինչ տնտեսական իրավիճակում ենք հայտնվելու, շարքային քաղաքացին դա ինչպես է իր վրա զգալու։ Իմիջիալոց ասեմ, որ Ռուսաստանի Դաշնության հետ վիճելը վատ բան է։ Ինչքան վատ։ Հիմա ասեմ, դա դեռևս Բիսմարքն էր ասում, որ ասում է Ռուսաստանի հետ գործ մի ունեցեք։ Դա հետ կապված, օրինակ ռուսները, գիտեք, ռուսները ուշ են շարժվում, բայց շարժվում են անվերադարձ։ Եթե ռուսական այդ ավերում են ամեն ինչ, հա, եթե այդ թափանիվը ռուսական շարժվում է, եւ մեկի դեմ, մեկի ուղղությամբ, եւ մեկին պատժելու համար, չէ, նա կանգ չեն առնում։ Իհարկե, ցանկալ է, որ մեր արտադրողները ընդհանրապես մեր երկիրը չտուժվի, բայց այստեղ մի խնդիր կա։
Մենք մոտավորապես 2.5 միլիարդ դոլարի ունենք արտահանում դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Այդ արտահանումը, որը մեր հնայի կարևորագույն բաղադրիչներից մեկն էր, չի լինելու։ Եվ այս իմաստով, օրինակ կոնկրետ այսօր Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեի կատարողականը ազգային ժողովում քննողները, չէ՞, այս քննողները ախր իրավունք չունեն այսօր այդ քննությունը իրականացնեն։ Խնդիրը նա է, որ մենք այնպեսի ֆորս մաժորի մեջ են գտնվում, որ այս մարդիկ այս կռիվ դավիները պիտի դադարեցնեն, այս իրարանցումը պիտի դադարեցնեն, այս քաղաքական բայ ես ձեզ կչոքացնեմ, այս կանոն, այսինքն պիտի դադարեցնեն։ Մենք պիտի մտածենք ժողովրդի մասին, եւ մենք պետք է մտածենք տնտեսությունը, գյուղատնտեսությունը եւ տնտեսությունը դա հետ հարակից կապված, մենք պետք է փորձենք փրկենք։ Այս ամբողջ խնդիրը։ Իսկ հնարավոր կլինի, եթե Ռուսաստանը պատժամիջոցները հնարավորինս լայն սպեկտրով սկսի կիրառել։ Լայն սպեկտրի համար ռուսական կողմին կարելի ասել համերաթե բան չի մնացել։ Համերաթե բան չի մնացել, նրանց հաջորդ հարվածը կարծում եմ կարող է լինել միգրացիայի հետ կապված ծիրի մեջ։ Այսինքն թույլ չտան հայ Հնարավոր է, իհարկե մենք այդ խորհուրդը չտանք, մարդկանց չեն լսելու, բայց դատելով ռուսական իշխանությունների, բարձրագույն իշխանությունների մոտի կանգնած ինֆորմացիոն հոսքերի տիրապետողների խոսույթից կարելի է վստահ լինել, որ ռուսները ետ չեն կանգնելու։ Այս ամբողջ խնդիրը, այս իմաստով հնարավոր է գազել չունենանք մի օր։ Չէ, կարող է գազ ունենանք, բայց գազը այնքան թանկ լինի, որ ավելևա չունենանք, որովհետև վճարանակությունը ժողովրդի շատ ցածր է։ Իսկ ով է լրացնելու Ռուսաստանի բացը Հայաստանում, այդ բաց տարածքը։ Խնդիրը գիտեք որն է, որ մենք հյուսիսային հարևան բավականին բարձր գնողունակությամբ եւ բավականին բարձր նաեւ գաստրոնոմիական օգտագործման ծավալներով մենք նման հարևան չունենք։ Մենք Շվեդիա, Նորվեգիա, այսին որտեղ չենք հասցնելու, չենք գնալու։ Վստահ եղեք, այս լոգիստիկ կապերը, որոնք որ ձևավորվել են, մեկ օրում չեն ձևավորվել։ Այս լոգիստիկ կապերը, որ ասելով, շատերը ովքեր գրագետ չեն եւ կյանքի փորձ չունեն։ Պատկերացնում են, լավ, ավտոմեքենան դուրս եկավ, ուղիղ գնում է։ Այս մարդիկ երբեք չեն շփվել լոգիստիկ այնպիսի հնարավորություն, ինչպես է ճանապարհային կաշառքը։ Այս մարդիկ երբեք չեն շփվել ընդհանուր մեծածախ խանութների բազաների հետ աշխատելու այս լոգիստիկային, որի բաղադրիչը նորից որոշակի կաշառքն է։ Դա կաշառք չէ, դա քո հնարավորությունների արդյունավետության բարձրացում են գնահատում բոլոր արևմտյան գիտնականները, բոլոր տնտեսագետները։ Այս մարդիկ պատկերացում չեն ոչ լոգիստիկայի, ոչ, այս ոչ մի բանի մասին պատկերացում չունեն։ Գևորգ Պապոյան անունով մեկ ասում է, ես հիմա կգնամ Մոսկվա, այդ հարցերը կլուծեմ ու կգամ։ Էպա գնա, բա ինչի երեք չէր գնացել։ Մի տեսաբան կա ռուս տնտեսագետ, շատ հետաքրքիր բան ասում է մենք պիտի այնպես անենք, որ վաղը չեմիսորը վաղվանից գոնե վատ չլինի։ Էս է խնդիրը։ Իսկ հնարավոր է, որ գոնե վատ չլինի։ Չէ, վատ է լինելու։ Ինչը խափենք։ Ես հիմա եթե խոսք եմ ասում, չէ, ես գիտեք ոնց մարդկանց բացի փակագծերը ինչպես է վատ լինելու։ Ասեմ ձեզ ինչպես է վատ լինելու։ Եթե պետական բյուջե այդ գումարները այն ինչ որ ձեռնարկությունների վերաբերում որ քանդվելու են, դրա մասին չեմ խոսում։ Սկսենք այդտեղից։ Ձեռնարկությունների ենթադրենք քանդվելու հետ միասին փոխկապակցված շղթայով գնալու է ենթադրենք չվճարումների շղթա։ Աշխատավարձ չեն տալու մարդկանց, 1 ամիս, 2 ամիս հետո մարդկանց աշխատանքից ազատել են, պատվիր չունեն, ինչ անեն։ Ինչ վերաբերում է պետական համակարգին, պետական համակարգը եւ բյուջեն, մեր եկամուտների եւ ծախսերի հանրագումարը, չէ՞, այստեղ ձևավորել մի հատ ճեղք, մոտավորապես 1 միլիարդ դոլարանոց։ Այս 1 միլիարդ դոլարանոց ճեղքը, որը զանազան հարկեր էին լինելու, շահութահարկա, եկամտահարկա, փոխադրամիջոցների օգտագործման հարկա, հետադենք տրանսպորտային բանկերի հարկեր, այս կոմենքում, չէ, այս գումարը ձևավորել է։ Երբ որ այս գումարը չկա,
սոցիալական պարտավորությունները անհնար է լինում կատարել։ Մնալու է երկու ճանապարհ։ Առաջինը նոր վարկեր, արտաքին պարտքի ավելացում, եւ երկրորդը պարզապես է սոցիալական պարտավորություններից հրաժարվում, եթե վարկերը չկան։ Ես ձեզ վստահեցնում եմ, առնվազն 2-3 ամիս անց մենք ունենալու ենք սոցիալական պարտավորությունների իմաստով լրջագույն խնդիրներ եւ հավանաբար դա կհարվածի առաջին հերթին այդ առողջապահության բժշկական ապահովության համակարգին, որտեղ այնտեղ արդեն իսկ կան բացառիկ դժվարություններ, բացառիկ։ Ես չեմ ուզում պարզապես պեսիմիստական, վատատեսական թեմատիկա մտցնել եմ խոսքի մեջ։ Այդտեղ մեծ դժվարություններ կան եւ մեծ դժվարություններ են լինելու արտաքին պարտքի սպասարկման հետ կապված ահռելի գումար։ Այդ գումարը մենք չենք կարող տալ։ Այդ գումարը մենք միակ մեկ հնարավորություն ենք թողարկելու նոր պարտատոմսեր ավելի բարձր մարման ենթադրենք տոկոսագումարներով, որ այսօր 7.5-ից 8 է հասել, որը ահռելի գումար է։ Իմիջիայլոց այսօր կենտրոնական բանկի նախագահ ասում էր 8% դա նորմալ գումար է, որ մենք ձեռք ենք բերել։ Ես իրեն ասում եմ, որ ինքը ստում է։ Ինչու՞։ Ինքը ստում է, ես կասեմ ինչու, ինքը ստում է, որ SMS չստանա երեկոյան, բայց ինքը ստում է եւ այդ սուտը բացահայտելու համար ինքը կարող է շատ հանգիստ այսօր բացել, այդտեղ մեզ շատ մոտիկ տնտեսական իմաստով նաեւ համար հավասար Հունաստանը քանի տոկոսով է պարտատոմսեր տեղաբաշխում եւ քանի տոկոսով է Հայաստանը տեղաբաշխում։ Ասեմ ձեզ 25 թվականի տեղաբաշխումը հունական եղել է 3.7%, 10 տարեկան ժամանակահատվածում, հայկական եղել է 7.5%։ Այո։ Հետաքրքիր թիվեր։ Պարոն Կոմենդատյան, շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ այսօրվա իմ հյուրն էր Հայ-ԱՔՎ վարչության անդամ տնտեսագետ Հրայր Կոմենդատյանը։ Դուք դիտում եք Հրապարակ TV-ին։ Հաջողություն։